Ընկերներ ողջույն, այսօր ուրեմն մի քիչ ուրիշ ֆորմատի վիդեո անելու քարշու եմ եկել Բրբանկի քաղաքի որտեղ որ ես եմ ապրում, այստեղ ամեն օր փակվում է։ Այսօր որոշեցի Mercedes-ը բերեմ ու համեն տենանք ինչ լավ ավտոներ կա, շատերի ես չեմ էլ հասկանում ինչ եմ, բայց եկեք իրար հետ նայենք, տենանք ինչ է իրանից ներկայացնում, նախ եկեք տենանք ես ինչով եմ եկել։ Խոսքում ես եմ այսօր շատ դրական կարծիքներ արդեն լսել եմ, չնայած ավտոյի կողքը չեմ կայնում իհարկե որ կարծիքներ լսեմ, բայց արդեն քանի օքի մոտիկացել է, լավ բաներ լսել եմ, բայց եկեք շրջենք տենանք ինչ կա, ինչ մեքենաներ կա, ըստ դրա կշարժվենք։ Այստեղ լոուրայդերներն են, չգիտեմ, այս ստիլը որ սիրում է, կադիլակներ, հին շևիներ եւ այլն, հիմնականում կադիլակներ են։ Ես այդքան մեծ սիրահար չեմ, բայց սիրողներ կան։ Այս է շատ հետաքրքիր ավտո, այն է Իզետան, հեսա կգտնենք։ Էսի BMW է անգերներ, BMW Իզետա, այս մեքենան BMW-ին կռախից փրկել է, այսինքն բանկրապսից փրկել է։ Այս մեքենայով BMW կարացել է հաղթարը իր կրիզիսը ու դուրս է եկել ֆինանսական կրիզիսից, տենց որ էսի Իզետան է։ Ասես նայք ասեք ես ինչ է, բայց այս ավտոն շատ ահագին փող արժի այս վիճակում, կոլեկցիոն լուրջ արժեք է ներկայացնում իրանից։ Լավ, եկեք պտտվենք, ստեղ ունենք Cadillac, ֆանտաստիկ ավտո է իհարկե, շատ լավն է, կարծեմ Eldorado է, հիմա կնայենք, այս դիմացի ֆարերի հետ մի քիչ համաձայն չեմ իհարկե, դուք գրեք ձեզ ոնց է սենց ժամանակակից տեսքի ֆարերը ինձ դուր չի գալիս, բայց ընդհանուր մեքենան շատ լավն է։ Այս բանտաժները, white wall tire-ները, ներկա համարյա թե իդեալական, ասենք 6 մետրանոց ավտո է այն։ Ասենք սենց Six Devil, ուշում Devil էլի ապրում մարդը սատանու ավտոյի է նմանացրել իր ավտոն համարներն է տենց է դրել ու ոբշի նմանել է թույն ավտո է իհարկե այստեղ ինչ ունենք Galaxy Ford Galaxy ես առանձնապես Galaxy-ից բան չեմ հասկանում բայց եկեք նայենք վաճառքի է 22,000 չգիտեմ գրեք ձեզ ինչ ասում ես գին ես մեքենայի համար ես առանձնապես Galaxy արժեքները լավ չեմ հասկանում բայց ոնց որ թե լավ բաց նորմալ ավտո է լավ ներկով ստեղելի լոուրայդերներ շարունակենք ստեղ ունենք Nissan 300 ZX Էսի 90-ականների լեգենդ է իհարկե այս ավտոն Տուրբո ծամոնների եթե կա իմ սերնդակից մարդ տուրբո ծամոնների այդ դոնալդների մեջ սրանք շատ էին պատահում լավ ավտո է ու ամենակարևորը տենում եք մեխանիկական սկորուստով որ այս ավտոյի գինը մոտ 2 անգամ թանկացնում ավտոմատի համեմատ ներկը մի քիչ իհարկե հաջող չի, բայց ընդհանուր առմամբ լավ ավտո է։ Այստեղ նորից ունենք էլի այդ լոուրայդերական կադիլակները։ Հայտեղեք են էլի տերերը, սիրողներ կան։ Այստեղ նույնպես լոուրայդեր, նայեք ինչքան աշխատանք է ստե տարված այս մեքենաների վրա, ասենք սա իր air compressor-ներն է, որի հաշվին թրվռում են այս մեքենաները, էսի Chevy Impala է։ Սաղ կարմիր մեջով դրսով եւ այլն Մանտա, այս ինչա չգիտեմ Մանտա երևի իտալական ինչ-որ մի բան է, հետաքրքիր ավտո է երևում, բայց Porsche 944 կարծեմ, տենանք ճիշտ եմ հիշում թե չէ 944S
ամենաչհարգված, չսիրված Porsche-ի սերունդն է երևի թե որ ոչ մի ձևի գինը չի բարձանում այս մեքենաների որովհետև ինքը Porsche-ի նման չի երևի թե ոչ մի բանով քշել եմ էլ այտենց չգիտեմ սրա ինչն է Porsche բայց եղել է Porsche-ի կյանքում նենց որ դի ընդունենք так այս կողմ շարունակենք ստե ունենք չգիտեմ 68 67 69 կամարո SS չգիտեմ SS-ը թե չէ որտեվ այս բեջերը շատ են դնում ստեղ ունենք C7 Corvette Z06 կամ Z1 չգիտեմ ոնց որ թե Z06 այո Z06-ը Z06-ը էդի Corvette-ի ամենակատաղած տարբերակներից երկրորդն է, ամենակատաղածը Z1-ն է, էսի Z06-ը, բայց էլի ֆանտաստիկ աղբյուր է, շատ սիրուն է նայվում, ավտոմատ է, բայց չի խանգարում։ Սա մեր Corvette-ը, ստեղ սենց տրակ ունենք, Chevy Stepside, սիրողները շատ կան իհարկե, ամերիկացիները, մեքսիկները շատ մեծ բալշիկ են, Chevy Citan ագին լավ սարկած ավտո է իհարկե, լավ upgrade-ներով, ամեն ինչ տեղը տեղին, սիրուն, լավ փող ծախսած Ես այդքան էլ մեծ բալշիկ չեմ սրան, բայց երևի չունեմ դրա համար, չգիտեմ Datsun 240Z ով որ Datsun-ներին ծանոթ է գիտի, ամերիկյան շուկա, Nissan-ը այս մեքենայով է ներխուժել վախեցել են, որ պռավալ գնան ու անունը Datsun են դրել, որպեսզի պռավալի դեպքում շատ չտուժվի Nissan-ի համբավը Ամերիկայում, բայց այս մեքենան լրիվ հակառակ էֆեկտ է ունեցել կարակել է մի ուրիշ ձևի ու մնացել է կլասիկների շարքում մինչև այսօր էսի նույն Nissan 350Z-ի հիմիկվա 400Z-ի պապին է այսպես ասած ու այն էլ իրա որ ցույց տվեցի այսի դա իրավա հաջորդն է այսպես ասած հենց որ այս լեգենդից անցել ենք ընդեղ Սա նորից լոռայդերների վրա չգիտեմ չեմ ուզում շատ խորանամ չնայած եթե սիրում եք ասեք խորանամ ես այդքան էլ չեմ սիրում դրա համար չեմ խորանում մի քիչ սրա էսթետիկ հաճույքը ես չեմ այդքան էլ ըմբռնում բայց դա չի նշանակում որ չկա ուղղակի իմը չի Так նույնը ստեղ ունենք 1966 թիվ կարծեմ Impala է էլի Սենց մի քիչ ոսկեգույն խաղերով, մաղերով սևով, բան տենց իմ ամենաչսիրած բայց հայերի ամենասիրած չնայած ես էլ եմ հայ, բայց հայերը շատ են սիրում է սևով, բան ես չեմ սիրում ամենաչսիրած կոմբինացիան է մանավանդ կաբրիոլետի վրա մի խոսքով ես ստեղ գնացինք Այլի Cadillac 80-90-ականների դες իհարկե Ganz էսի GNX Buick Grand National էսի շատ հանգանոց ավտո է շատ մեծ պահանջարկ ունեցող շատ հազվագյուտ ավտո է Buick GNX-ը բավական լավ վիճակում է Սա համար լավ որս է սկսված հիմա արդեն, որովհետև լավերը քչացել են, չկան Ես այս սերնդի ամերիկյան ավտոների դիզայնը չեմ հասկանում Վաբշե իմը չի, ես ուղիղ համարյա քառակուսի սենց կտրած հետնամասով Վաբշե իմը չի, բայց այս իմն է
Էսի հասկանում եմ, այս fastback վիճակները, էսի Pontiac-ա Firebird Formula Edition թույն ավտոյա։ Մատորն էլ է թույն, բայց կարծեմ իրա մատորը չի։ Ոնց որ Big Block մատորը 6.6, բայց կարող է իրան նա վստահ չեմ։ Բայց կոնկրետ այս թվերի էսենց 6.6 նույնիսկ մատորների վրա 6.6-ա 6.2-ա չեմ հիշում։ Ընդամենը մի 200 քանից յաուժ է։ Այս 70-ականների սկզբների ամերիկյան ավտոները ինչի։ C1 Corvette իհարկե մնայուն արժեք է։ Իմ երազանքներից մեկն է C1 Corvette Convertible ու այս մեքենան ընկերներ չգիտեմ, այս Viper-ը վերջն է շատ է դուրս գալի, ահա որ սիրուն ավտո է, շատ մաքուր ավտո է, վաճառքի համար է էլի 71,000 է ուզում տերը, շատ ընդամենը 15,000 մայլ, բայց սրա դիզայնը օրինակ շատ է դուրս գալի side pipe-երով, այս side pipe-երը չգիտեմ, էսի սովորական Viper-ից տարբերում, SRT-ը ինչա չգիտեմ, բեջերը չկա վրան, որ հասկանամ, բայց V10 մոտորը 10 ցիլինդր, մեխանիկայով ու առանց դաժե ABS-ի, այս ավտոն եթե դու մի քիչ լավ չես քշում, 5 րոպեում գլուխդ ուտում է, հենց որ կարծում պիտի լավ քշես, Mustang sense ինչ-որ լավ ձեն է հանում, բայց էլի չսիրեցի ես շատ մաքուր ավտո է, շատ հուսանք մի օր սրան էլ կհասնենք Viper շատ եմ սիրում, բոլոր մոդելներն եմ սիրում Viper-ի, սաղ սիրուն են իմ համար Viper-ի մոդելները, բայց ահա որ քշվելու տեսակետից վտանգավոր են, եթե լավ չստիրապետում ավտոին, շատ հեշտ կկորցնես քեզ։ Ստեղ ցես մի հատ մեքենա կա, չգիտեմ ինչ է, բայց այդքան է դուրս չի գալի, չեմ ուզում այդքան տենեմ ինչա։ Հետաքրքիր բան այդքան էլ չկա, աղջիկներն ավելի հետաքրքիր են։ Նրանք տենենք ընդեղով է ձեն անում։ Գերեր էսա իզետան։ Եթե իզետային ծանոթ չեք, իզետայի պատմությունը մի քիչ ուսումնասիրեք, շատ հետաքրքիր է։ Այս մեքենան լուրջ կոլեկցիոնի արժեք է իրանից ներկայացնում։ Ով սենց BMW չէր տեսել, տեսեք։ Հետևս է երկու տեղանոց, ու ինքը այս չափսերի մեջ 4 դուռ, այսինքն բան է, 3 դուռ է, երկու հատ հետևը, մի հատ մեջտեղը։ Եկստեղ մի հատ նայենք, տնենք ես ինչ դրագստերն է խոտ տվել, միջև եկանք անջատեց, չհասցրինք։ Այս զարմանում եմ սես մարդկանց վրա, այս Mustang-ի տակ ոնց կարելի է այս բանտաժները գցել, ես չգիտեմ։ Խի Գիտեմ, ունենք սենց 240-ի Mercedes հին, ես գիտեք Mercedes-ը սիրում եմ, ես սաղ ավտոներն եմ երնականում սիրում, բայց հին Mercedes-ները հատկապես, դանդաղ շատ ավտոներ են, այ լավ Mercedes-ը հեսա գալիս հա, Mercedes GT, ժամանակակից
Սեքսի Mercedes-ներից մեկն է, շատ լավն է։ Բայց նենց բանա, որ փողոցներում կտենաս, իսկ կլասիկները քիչ ես տենում փողոցները։ Բայց դե այս Mercedes-ը չի կարելի չգնահատել իհարկե, էլի։ Այնտեղ մի հատ ցած Jeep-իկ ունենք, չգիտեմ էս ինչ է։ Պետք է գնանք տնենք ինչ է։ Ով գիտես ինչ ասեք։ Պետք է հետևը կարդանք տնենք ինչ է։ Բան չկա հետևներ գրած, չգիտեմ ինչ է։ Այս ավտո, հին լավ։ Անդե այս տրակը կա, այս պապին գնաց, այսը շատ լավ, շատ մաքուր ավտո է իհարկե։ Գնաց չասեցինք ազորանենք նոր Ciut Corvette Z06-ն է։ Ciut Corvette-ի դիզայնը ինձ ճիշտ ասեմ դուրս չի գալի առանձնապես։ Գրեք ձեզ ոնց է Ciut Corvette-ի դիզայնը, իհարկե Z06-ը մի քիչ ավելի լավ տեսք ունի, այս իր հետևի հակաթևի, սիրուն ավելի բանտաժների, մի քիչ բադիկի տարբերվում է, դիմացի շիթն է մի քիչ ուրիշ, բայց ընդհանուր սիլուետը Ciut Corvette-ի, չգիտեմ, ինձ вообще չի կպնում։ C7-ը հաստատ ավելի է դուրս գալի։ Բայց ինչև է։ Գնացինք հաջորդը։ Դե մեկ մարդիկ գալիս են իրաց երեխեքին բերում են։ Տղա աղջիկ սենց խառը ժամանակ են անցկացնում։ Նա հետաքրքիր ավտո եմ տեսել, հիմա գնանք նայենք։ BMW-ն էլ X3M-ը։ Վատը չի։ X3M-ը չի, 335-ը ինչ է։ Այնց այս ավելի է հետաքրքիր։ Ոնց որ տենում եք Volkswagen Passat թե Jetta, Passat վագոն սիրուն բանտաժներով Passat կեն իջացրած։ Չգիտեմ, ես այս բաներից ավելի շատ եմ կայֆ բռնում։ Կարծում եմ մեծ մասը իհարկե չի կիսում իմ հետ այս հիացմունք այս ավտոյի վերաբերյալ, բայց ես սիրում եմ։ Ստեղ ունենք էլի 7 մետրանոց մի բան, չգիտեմ էս ինչ է։ Հիմա տենենք ինչ է էսի։ Կարծեմ Oldsmobile է։ Հիմա հետևը գնանք կարդանք տենենք ինչ է։ Ասենք այնքան երկար է։ Էս ինչ է։ 455 նո Oldsmobile-ը, բայց ես ինչա չգիտեմ։ Կամ ես խալ եմ կարդում։ Եթե գիտեք ինչա գրեք։ Հին սկորի ավտո, ասենք։ Volkswagen Scorri բան ավտո։ Ոնց որ երազ լինի, մենք հիշում եք մեր երազները հայկական։ Ասենք երազոտ մի բան է, էլի, բայց էսի արտադրվել է 60-ականներին ու այս ավտոներից կուլտ կա այս ավտոների Ամերիկայում։ Հիպի կոչեցյալները սիրում են նախկին հիպիները իհարկե։ Չնայած նո սենց ապրելակերպով սերֆինգով զբաղվող մարդիկ կան, որ սիրում են եւ այլն, շատ հետաքրքիր է այս բասերը։ Կա սրա 21 լուսամուտը, որի որ կրիշին էլ է լուսամուտը, դա ամենաթանկ տարբերակն է։ Էսի իհարկե դրանցից չի, բայց էլի հետաքրքիր մի բան է։ Ախստեղ մի հատ շատ հետաքրքիր ավտո ունենք, բայց չգիտեմ էսի ինչ է, հիմա Packard-ը կարծում եմ։ Packard-ը, եթե Packard-ը Այք ինչ հետաքրքիր է նշանը։ Մի քիչ
Եկեք հիմա նայենք Packard-ը թե չէ։ Yeah, Packard Motor Company Packard-ը եղել է Ամերիկայի Rolls-Royce է ժամանակների շատ հայտնի բրենդ է եղել, շատ ճոխ լյուքս ավտոներ է արտադրել բայց ժամանակի ընթացքում սննկացել է ու անցել է պատմության գիրկը Էսի Packard-ը շատ սիրված BMW Ամերիկայում 2002 շատ են սիրում ստեղ էս ավտոն Ես մի անգամ քշել եմ ու մնացել եմ ապշած ուղղակի էս ավտոյի թեթևության կառավարելիության վրա շատ ծիծաղալով մոտիկացա նստեցի ռուլին ու զգացի որ այս իհարկե ավտոմատ է մի քիչ լավ չի բայց շատ մաքուր ավտո է ու զգացի որ այս մեքենան ինչի համար են մարդիկ սիրում իրոք շատ լավ է քշում թեթև սպորտային խառնվածք ունի շատ այս մեքենան Աստես է մեր մեռելն է Այնքան է մնացել ավտոյի մեջ արդեն այսօր լանգ է Ստե Corvette C6-ը C8-ի նման ինձ առանձնապես բան չի ասում Corvette-ների մեջ բայց կարող եմ մի օր միտքս փոխեմ ոնց որ C4-ը չէի սիրում մի օր լավ C4 ունեցա սիրալը εμել նույնս ավտոն է մեկ էլ տեսա C2-ը ամենասիրածս երևի գեներացիան է Corvette-ի Այսի մի քիչ այնս բանն չլացոտ ավտոյի է հիմա վիճակով իրա, բայց բոմբա, ստե սիրում բելեր ունենք, նայեք Թութոն ներկած, գույնային համադրությունը շատ լավն է, ինձ շատ է դուր գալիս Շատ մաքուր ավտոյի է, լավ պրոյեկտ են արել մարդիկ, հալելա C2 Սպիտակը իհարկե կարմիր սալոնով շատ լավ է նայվում Բայց երևի պապի ավտո է, ժամանակ չունի պապին ավտոյով զբաղվի Հավես չունի, առողջություն չունի, բայց պահում է Մեր խոսքով, այսօրվա համար կարծում եմ սաղ ցույց տվեցի ինչ կար հետաքրքիր բաներից Viper-ը գնաց ափսոս, Mercedes-ը կանգնավ իր տեղը Սենց ընկերներ, այսօրվա համար այս մեքենաներն էին, որ կտա հետաքրքիր որ կարելի է անդրադառնալ Չգիտեմ, ուրիշ լվոր հետաքրքիր բան չեմ տենում, հայերը չկան մեծ մասը իրենց Mercedes-ներով ու BMW-ներով ու հայերը Mercedes-ը սիրալ են, ես էլ են բայց ես ամեն Mercedes չի իհարկե որ սիրում եմ ու ես սիրում եմ լիքը տարբեր ավտոներ պարտադիր չի լինի Mercedes, ինչ ուզում ա լինի, կարա, եթե ինձ դուր գա, սրտից կպնի, սիրում եմ Իսկ այսօր մեր գանձի հետ եկանք ստեղ լավ ժամանակ անցկացրեցինք, իհարկե Հենց ջգելներ, այսօրվա համար այսքանը կարծում եմ, գրեք ձեզ սենց ֆորմատը հետաքրքիր թե չէ, որտեղ քարտոններ էլի շատ եմ գնում Երկու անգամ փորձել եմ այս ֆորմատի վիդեոներ անեմ, ոնց որ թե վատ արձագանքներ չի եղել Հենց որ գրեք կոմենտներում ձեզ դուր եկավ, դուր չեկավ, որ մեքենաները հավանեցիք ես ինձ ցույց տվածներից Ինչ կարծիքի եք Իզետայի մասին, շատ կարևոր է, Իզետան իմացեի են, այս BMW-ի Գրեք ձեր կարծիքները շատ հետաքրքիր ընկերներ, իսկ մենք հանդիպենք հաջորդ անգամ բաժանորդակը եք ամպոյման ալիքին դրեք զանգակները ու կոմենտներում ակտիվ եղեք Հանդիպենք հաջորդ անգամ ընկերներ լավ մնացեք